Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն պատարագ մատուցելու եւ քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Մայիսի 6-ին շուրջ 3 ժամ տևած նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց այն խախտումները, որոնց համաձայն ամբողջ քրեական վարույթն անօրինական է եւ որոնք կարող են ընթացող դատական գործընթացը բեկանելու հիմք դառնալ։ Փաստաբանի պնդմամբ Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում եւ նախաձեռնվել քրեական վարույթ, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ աղբյուրից ստացված տեղեկության վրա։ Հիշեցնենք, Սրբազանը մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը վերաքննիչ դատարանին հիշեցրեց 2024 թվականին տված հարցազրույցում Միքայել arczepiskopos Աջապահյանը նշել է, որ նախկին նախագահներ Քոչարյանին եւ Սարգսյանին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում եւ ազգային անվտանգության համակարգում գեներալների միջոցով իրականացնել ռազմական հեղաշրջում։ Փաստաբանը վերաքննիչի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սրբազանն իր հարցազրույցում ասել է միայն, որ նախկինում է նման առաջարկներ արել։ Նա ընդգծեց, որ նույնիսկ քննիչն է արձանագրել, խոսքը վերաբերում է կոնկրետ անձանց ուղղված առաջարկների եւ ոչ թե հրապարակային կոչերի։ Իսկ մեղադրանքի համաձայն այդ հայտարարություններով Սրբազանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ է արել։ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքը տրամաբանական հակասություն է առաջացնում։ Եթե չկա հրապարակային կոչ, ուրեմն չկա նաև հանցագործություն, ասում է փաստաբանը։ Պաշտպանը խոսեց նաև խուզարկության, հետաքննության ընթացքում կատարված կոպիտ խախտումների մասին։ Ակնհայտ է, որ մեր ներկայացված փաստերին հակափաստարկներ չկան օրենքով։ Միշտ կարելի է ինչ-որ բան ասել մեղադրանքների կողմից, փորձել ինչ-որ ասել, որ մենք էլ բան ասցինք, բայց այնպես չի, որ իրենք լավ պրոֆեսիոնալներ են։ Եթե հակափաստարկներ կասեին, բայց չունեն, հետեւաբար ստիպված փորձում են մանևրել, ինչ-որ բաներ ասել, խուսափել որոշ հարցերին պատասխանելուց եւ այլն։ Սա նրա համար է, որ ժամանակին սա եղել է հատուկ հանձնարարությունների արդյունքում, այս գործ, այս բոլոր խախտումները քննչական մարմին, դատախազություն, հետագայում դատարան եղել է դրա արդյունքում։ Մեծ հույս ունենալ, որ հետո չի լինի, այտենց պետքա մի քիչ, չգիտեմ, կտրվենք իրականությունից։ Բայց նաև այն ինչ որ տեղի է ունենում վերաքննիչում, ամեն դեպքում այդ հույսը տալիս է, որովհետև երբ որ տեսնում եմ, թե դատավորները ինչ հարցեր են տալիս մեղադրանքի կողմին, սա հստակ ցույց է տալիս, որ իրենք ռեալ պատկերացնում են իրավիճակը եւ ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ դատավորները այդ որոշումը կայացնեն, որով օբյեկտիվ է։ Այս պարագայում կարծում եմ, ես ի վերջո այն հույս ունեմ, որ բեկանվելու ուղարկվելու նոր քննության եւ մեծ հավանականությամբ Շիրակի մարզում քննություն կատարվի, ըստ դրա կտեսնենք։ Միքայել Սրբազանն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ներկայացրել է անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատությունը սահմանափակելու, քաղաքական նպատակներով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փաստեր։ Սրբազանի խափանման միջոցի փոփոխության պահանջով տասնյակ քաղաքացիներ, Շիրակի թեմի հավատացյալ համայնքի անդամներ ստորագրահավաք են նախաձեռնել, որով պահանջում են դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը եւ Սրբազանին անմեղ ճանաչել։ Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։ Ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն եւ հայ եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս, նշված է հայտարարության մեջ։ Սրբազան հոր աջակիցները նույնպես դատարանի դիմաց իրենց բողոքն արտահայտեցին, կոչ անելով ազատ արձակել վաստակաշատ Սրբազանին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։